Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկման եմ ներկայացնում առևտրի և ծառայությունների մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները նախատեսված են կառավարության ծրագրով, այն է որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն ամրագրված է մեկ անգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը։ Նախագիծը համահունչ է նաև որոշակի պլաստիկ արտադրանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մասին ԵՄ դիրեկտիվին։ Նախագծերի փաթեթով առաջարկում են 27 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Բացառություն է սահմանված կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի համար և կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար։ Արգելքը խախտելու համար սահմանվել է նաև պատասխանատվություն, առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար տուգանք 100-ից 150 հազար դրամի չափով։ Իրավախախտումների վերահսկողությունը վերապահվել է տեղական ինքնակառավարման մարմիններին և շուկայի վերահսկողության տեսչական մարմնին համատեղ։ Նախատեսվել է նաև դիտարկման ձևով վերահսկողություն։ Հավելեմ, որ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Ներողություն, որ ընդհատում եմ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լրություն ապահովեք։ Շնորհակալություն։ Հավելեմ, որ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր քայլ է, որով COP17-ի նախաշեմին Հայաստանը կներկայանա Պարոն Խաչատրյան, լրություն ապահովեք։ Որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն, հարգելի գործընկերներ, խնդրում եմ հավանության արժանացնել նախագծերի փաթեթը։ Շնորհակալություն։